սկզբում հրապարակեցին մի պլան, ինչ որ։ Հա։ Որը այսպես զավեշտ հիշեցնող մի փաստաթուղթ էր, հետո պարզվեց, որ խոսքը վերաբերում էր, պլանն էլ պլան չէր, այլ ինչ որ գործողություններ էին, որոնք որ անհնազանդության ակցիաների էին վերաբերում նախորդ տարվան։ Հետո որ հասկացան արդեն նախորդ տարվա հետ կապված այդ պլանը չեն կարողանում որևէ կերպ կպցնեն, մեկ էլ որոշեցին, որ ձայնագրությունը պետք է հրապարակեն, կտրտված, իրար կպցրած եւ ամենախայտարակությունը գիտեք որն է, ամոթը գիտեք որն է, որ ազգային ժողովի ամբիոնը գլխավոր դատախազը օգտագործեց կեղծ ինֆորմացիա տարածելու համար։ Եվ միշտ հիմա ներողություն չի խնդրել, չի հերքել։ Բայց ինչի եք զարմանում, Աննա Վարդապետյանը ինքը բազմաթիվ հանցագործությունների համար է պատասխանատվություն կրելու, այդպես չկարծի թե բանով սուրբ դեմքով գնում է համեկի ինչ որ եթերներում խոսում է, այդ իր կերպարը բացառիկություն է եւ ինքը խուսափելու է պատասխանատվություն։ Ինքը չէր խմբագրել Ռուբեն Հայրապետյանի գործով քրեական գործը։ Այո։ Քննիչի տեքստը ինքը չէր խմբագրել, ինքը կարծում է չենք հիշեցնելու եւ բազմաթիվ այլ դրվագներ, բազմաթիվ շատերի հետ կապված գործերում Աննա Վարդապետյանի մատախարն ուր պետք է փախնի, ինքը պետք է պատասխանատվություն դեռ կրի այն ամեն ինչի համար, ինչը արել է եւ շարունակում է անել, այդպես է սուրբ դեմքով կամ չգիտեմ գնալ մշակութային միջոցառումների մասնակցելով ինքը իր դեմքը չի փրկելու երբեք։ Այսինքն սա պետք է հասկանալ, ստելս ո՞րն է։ Ամբողջ խնդիրը ինչին է վերաբերում, որ ազգային ժողովի ամբիոնը դարձել է իրականում ստի եւ կեղծիքի տեղ, մենք գիտենք դա որտեղից է գալիս, հա, որովհետեւ իրենց քաղաքական առաջնորդն է այդ ամբիոնը օգտագործում ամեն անգամ սուտ եւ կեղծիք տարածելու համար, բայց մի բան էլ եմ ուզում հիշատակել, դա իրենց մոտ արդեն բոլորի մոտ սովորություն է դարձել, քննչական կոմիտեի ղեկավարը էլի ազգային ժողովում խոսում է բյուջեի ներկայացման ժամանակ հարց ու պատասխանի ժամանակ ասում է այդ գործում կա մի փաստաթուղթ, որտեղ ձեռագրով գրված է ահաբեկչության պլան։ Ես դրանից հետո խոսել եմ բոլոր փաստաբանների հետ, հա, ովքեր որ ներկայացնում են այդ մասնակցում են այդ գործին, ներկայացնում են մեղադրյալների շահերը, որևէ մեկը գործում այդպիսի փաստաթուղթ չի տեսել։ Այսինքն չկա այդպիսի փաստաթուղթ, որ կցված է որպես ապացույց, հետեւաբար ակնհայտ սուտ է տարածում եւ դա այո շատ զայրացրել էր Բագրատ Սրբազանին եւ դրա մասին ինքը խոսեց եւ այլն, ինչ հաջորդեց դրա անմիջապես Բագրատ Սրբազանին կանչեցին դատավարության ընթացքում, հա, նիստից հետո հաջորդ օրը տարան հարցաքննության։